Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 25-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք այս մյուս քարտերով բնականաբար, որովհետև շաբաթ է օրը։ Հնարավոր է նաև շաբաթվա ընթացքում էլ նայեմ այս մյուս քարտերով, ինձ թվում է ևս կհետաքրքրի շատերին։ Գնայինք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 25-ին։ Ընդհանուր, որ այսպես նայում եմ, հնարավոր է այստեղ անցյալից որևիցե ոչ թե մեկը գա, այլ որևիցե ինչ-որ մտածմունք, ինչ-որ գաղափար, ինչ-որ անցյալում էիք ուզում անել, և այդ ուղղությունը կարող նստել և քննարկել ինչ-որ մարդկանց հետ կամ ինչ-որ մեկի հետ, այսինքն ոնց որ նստեք տան անդամների հետ և քննարկեք, ասեք, շատ եմ ուզում նորից անել այն, ինչ որ օրինակ 5 տարի առաջ եմ արել, ոնց որ լավ էր այդ գործը, ոնց որ դե այդ տղան օրինակ էլի նորից վերադարձել եմ կյանք, կամ այդ աղջիկը նորից վերադարձել եմ կյանքը, և ուզում ենք փորձենք ևս մեկ անգամ, ինչ որ սա նստած և քննարկում է ոմանց ընտանիքներում։ Եվ այդ օրը դե արդեն բնականաբար մնացածի համար, ասեք, այս մյուս կարտերը հանա, մեզ կարող են օգնել վատ իրավիճակներից դուրս գալու համար։ Ուրեմն այդ օրը կարող են ոմանք խորանալ ավելի շատ անցյալի մեջ կամ հիշեն անցյալը, միգուցե անցյալից հենց մարդիկ են գալիս և նստում եք սկսում հիշել անցյալը, ինչպես եք շփվել, ինչպես եք աշխատել, եթե աշխատակից է, այդպես։ Երևի թե պատուանը փակեմ, դրան այնպեսի ցուրտ է սկսել Ֆրանսիայում, որ պատուանները արդեն փակում են։ Դրան արանքից սենց սվում է, էլի սենց։ Ուրեմն, նաև այդ օրը ոչ է կոնկրետ հենց ինչ-որ ուղի կընտրեք։ Այնպիսի ուղի, որ ինչ եք անելու հետո կամ հստակ ոնց որ և այդ ուղին այստեղ կքննարկեք, այսպես թե այնպես շատերը հենց կքննարկեն, միգուցե ոնց որ մարդը աշխատանքից է ուզում դուրս գալ, փոխել աշխատանքը և այդպես նստած և քննարկում են դա։ Այստեղ նաև կարող է լինել լեզվակռիվ ոմանց մոտ, հնարավոր ինչ-որ մարդիկ համաձայն չեն ձեր ուղու հետ, միգուցե ուսման հետ է դա կապված և համաձայն չեն, որ դուք այդտեղ սովորեք, չնայած դա ոչ ոքի համաձայնելու բանը չի, անգամ ծնողինը, որովհետև երեխան ինչ ընտրում է, դա էլ պետք է ընտրի։ Երբեք չպետք է երեխային ասեք, որ դուք այդ եք ուզում, որ նա սովորի, ուրեմն նա դա պետք է սովորի, իհարկե ոչ։ Երեխան պետք է ընտրի և ինքն էլ սովորի։ Այդտեղ կարող է նման լեզվակռիվ լինել։ Եվ նաև չի բացառվում այստեղ բամբասանք, եթե թեկուզ ինչ-որ մի բան է ձեր կյանքում անցյալից գալիս, ապա ևս, եթե թեկուզ որոշեք ընտրել դա, անել դա, էլի ոնց որ խոսակցության թեմա է։ Ոմանք կարող են նախանձից խոսել, ոմանք էլի նորից իր հետ է սկսել շփվել, այդպես, իմացար, նորից հետ ընդունեց մարդուն, դե չգիտեք, խոսակցություններ են, որոնք որ կարող են լինել։ Այսքանը ձեզ համար, այսա շուտով Վեներան կլինի հետադարձ, նման բաներ ավելի շատ կլինեն։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 25-ին։ Ինչ-որ մի բան հաջողությամբ կանեք այդ օրը։ Ոմանք այստեղ հաջողությամբ կարող են ծանոթանալ պետական հիմնարկության աշխատողի հետ, կարող այստեղ սեր են ձեզ խոստովանում, հնարավոր է նաև ինչ-որ մի բանով, ինչ-որ մի հարցով նա ձեզ օգտակար է լինում, ևս ձեզ սիրված եք զգում, ձեզ լավ եք զգում, միգուցե ձեր հարազատներից մեկը
անցնում է պետական աշխատանքի եւ էլի, հա, դա ձեզ ուրախացնում է։ Մի խոսքով այդ օրը ինչ անեք, հաջողությամբ կվերջանա, նաեւ ուղղակի, հա, ինչ որ հենց հստակ մի բան է, այսպես հաջողակ կլինի ձեզ մոտ։ Եվ եթե մեքենա եք վարում, ուղղակի ուշադիր եղեք պետավտոտեսուչներից այդ օրը։ Նաև կարող եք հանդիպել, քննարկել, որ եթե պետական աշխատողի հետ ինչ-որ հարցեր, ինչ-որ պայմանագրեր։ Նաև ձեզ սիրված եք զգալու, այսինքն այդ թեկուզ հանդիպումից, թեկուզ այդ հաջողությունից, ինքնից այդ հաջողությունը ձեզ ավելի շատ ուժ է տալիս եւ դրա համար ավելի այդպես ձեր ներսում այդպես սիրված եք զգում, ուրախ եք, որ նման հնարավորություն տրվեց կամ հա այդպես այդ հարցում հաջողության հասակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 25-ին։ Այդ օրը շատ կխոսեք, շատ կշփվեք մարդկանց հետ, կքննարկեք ինչ-որ հարցեր, միգուցե շատ կարևոր ձեզ համար։ Դա նաև լեզվակռիվ է, ինչ-որ մեկ հետ կարող չհասկանալ, այն ինչ-որ դուք եք ուզում դիմացինը չի ընդունում կամ հակառակը։ Դա նաև բամբասանք է, ձեր հետևից եմ բամբասում, հա, այստեղ հենց պարզ է երևում, հա, ոնց որ մեկը գնում է, երկուսը իրար հետ սկսում են բլը խոսալ։ Բայց այս քարտը ընդհանրապես նաև անհանգստություն է։ Ընդհանրապես տիտիկները, հա, այդպես եթե մենք լսում եք, այստեղ կողքը, հա, ծառ կա եւ գալիս են միշտ կանգնում եւ այդ անհանգստության ծլվլոցները կան բավականին։ Եթե ուշադիր լինեք, ապա կլսեք այն։ Սա նաև անհանգստություն է։ Անհանգստություն ինչ-որ մեկի համար, այստեղ օրինակ փոփոխություն կա ձեր կյանքում, միգուցե հենց անհանգստությունը հենց այդ փոփոխություններում է, թե ինչ է լինելու, ինչ է սպասվում, չգիտեք, հա, յուրաքանչյուր փոփոխությունից առաջ մարդը բնական է եւ վախ ունի եւ պաշտպանվում է։ Նաև այստեղ տեղափոխություն կարող է լինել ոմանց համար, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, հղիություն, ծննդաբերություն։ Այդ օրը ոմանք փաստաթուղթ կստորագրեն, փաստաթուղթ կուղարկեք, կստանաք, ցուցակ կկազմեք, ինչ-որ բաներ կգրանցեք, կգրեք, եթե հաշվապահ եք, կաշխատեք հաշվապահությամբ։ Այսքանը։ Այստեղ ծրարները, այստեղ նաև հրավիրատոմս մարդը կարող է ստանալ այն ինչ որ կապված է թուղթի եւ գրիչի հետ, հա, յուրաքանչյուր բան իր մեջ մտնում է։ Օրինակ ես, երբ որ սա ընկնում ես, գրանցում եմ, թե որ օրը ինչ պետք է անեմ, հա, շաբաթվա պլան եմ կազմում ինձ համար եւ սկսում եմ աշխատել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 25-ին։ Շատ սեր, սիրո խոստովանություն, ժամադրություն, անակնկալներ, միգուցե ձեր սիրելիի կողմից, ինչ-որ մեկ այդպես անակնկալ նվեր կանի, գաղտնիք կբացի ձեր առջև սիրո խոստովանությամբ։ Դա իհարկե միայնակներին է վերաբերվում, չնայած չի բացառվում, հա, ամուսնացած զույգերը եւս թարմանա ձեր հարաբերությունները, որովհետև մենք ամսի 20-ին ունեցել ենք շատ լավ միացում եւ հենց այդ միացումներից, որը դարեր շարունակ չի եղել, որպես 2.5 դար, եւ հիմա այդ միացումը եւս կա եւ նա ձեզ այդպես գուցե շատ սեր է բերում։ Շատ կարևոր է դա ձեզ համար։ Չգիտեմ, կկարողանամ ասել, թե ոչ, որովհետև աստղաբանության ալիքում դեռ շարունակվում են ամսվա հորոսկոպները, դեռ չգիտեմ։
դա այնպես չի մեկ օր է տևելու, դա այդ միացում մարդուն հետագայում է տալու ինչ որ բաներ, որտեղ հենց այդ օրը ոչ մի միացում հենց այդ օրը ոչ ոքին ոչինչ չի տալիս։ Եվ այդ օրը նաև նավրեց ծնունդի եք, այստեղ անակնկալներ, նվերներ կունենաք, ձեր հարազատների հետ կլինեք, ոմանք ուսմամբ կզբաղվեն, ոմանք կարող են իմանալ, որ հաղթել են քննություններում, հա, արդեն որտեղ են սովորելու, արդեն ամեն ինչ պարզ կլինի, կամ պատրաստվում եք եւս մեկ անգամ հանձնել քննություն, հա, եթե դրա անհրաժեշտությունը կա, օրինակ անվճար ընդունվելու, եթե հնարավորություն ձեզ տալիս են, նավր է, այստեղ նորից էլի անեք այդ քայլը։ Ոմանք ավելի շատ գիրք կկարդան շաբաթ օրը, այստեղ նաև միգուցե ծննդյան օր է, բայց այդ օրը լինեն նաև անակնկալներ եւ այդ հոբելյարին եւ նաև կարող է լինել նաև հղիության հետ կապված անակնկալ այդպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում ամուսներին հուլիսի 25-ին։ Այդ օրը բավականին շատ շփում կունենաք։ Այստեղ կարող է բամբասում են ձեր հասցեին, ուշադիր եղեք, կարող եք կորցնել ձեր հեղինակությունը, եթե իրանց նման լինեք։ Ամենայն դեպս միգուցե տան հետ է կապված, ընտանիքով նստում եք, ինչ-որ մի բան եք քննարկում, ինչ-որ հարց եք լուծում։ Եվ այստեղ կորուստ է, տեսնենք ինչ է, միգուցե տրամադրության, միգուցե ինչ-որ բան եք մաքրում եւ ինչ-որ բան եք կորցնում եք, այդպես ընդհանրապես սովորաբար։ Տեսնենք։ Այստեղ փաստաթղթերին ուշադիր եղեք, որ փաստաթղթերը չկորցնեք։ Հա, դրեք աչքի առջև կամ այնպեսի մի տեղ, որ փաստաթղթերն են եւ չի կորի։ Միգուցե նաև ինչ-որ մեկին նամակ եք ուղարկել, այդ նամակը չի գալիս ձեզ տեղ, չի հասնում, հա, կամ չի գնում, կորում է, եւս պատճենեք, որովհետեւ ճիշտ է, արդեն ուղղահայաց է Մերկուրին, բայց դա չի նշանակում, որ իր ազդեցությունը դեռ չկա, հա, դեռ իր հանգույցն է պտտվում եւ այդ ժամանակ ամեն ինչ հնարավոր է։ Հիմա այստեղ ուշադիր եղեք եւ բավականին դրա համար կարող եք անհանգստանալ, բորբոքվել, ընկնել այդ օրինակ փաստաթուղթը ման գալ, համար ավելի հանգիստ եղեք այդ օրը, որտեղ կարող եք բորբոքվել, գորգրալ սա նրա վրա, թե ուր է այդ փաստաթուղթը, ինչ եղավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 25-ին։ Այդ օրը այստեղ նայեք անցյալի հետ է կապված, ինչ որ մարդիկ են, միգուցե վերադառնում են, միգուցե ինչ որ մարդիկ են երկերեսանի, ովքեր որ ձեզ առաջարկում են ինչ որ մի բան, որը անցյալի հետ է կապված, դե ուշադրություն դարձրեք, եթե անցյալում խնդիրներ են ստեղծել իրենք ձեզ համար, ապա դե մի հատ երկար մտածեք։ Միգուցե էլի ինչ որ մի բան իրենց օգտին են ուզում անել ձեր հաշվին։ Ոմանք կխորանան անցյալի մեջ, դրան կարող են դրթել նաև երկերեսանի մարդիկ, ոնց որ հիշեցնեն ձեզ էլի ինչ որ մի բանի մասին եւ ոնց որ անիմաստ խոսակցություններ լինեն, անիմաստ եւ վեճ եւ այդպես պահել։ Այստեղ կարող եք, գիտեք, նաև որոշում եք անցյալից ինչ որ մի բան էլի առաջ տանել, էլի զբաղվել միգուցե դրանով, այն ինչ որ կիսատ եք թողել եւս անել դա, շարունակել եւ երկերեսանի մարդիկ կիսվում եք իրենց հետ, որ ուզում եք էլի նոր շարունակեք այդ գործունեությունը կամ ինչ որ մի բան եւ այստեղ ես կարող նախանձեն, դες փորձեն հեղափոխել, դրա համար ամեն ինչում այդպես վստահ մի ընդունեք։ Այդ օրը գործերը առաջ կտանեք,
Որքան հնարավոր է ոմանք երկար ճանապարհ կգնան, կարող եք տեղափոխվել կամ ավելի շատ ճանապարհներին լինեք, այս խանութից այն խանութ, ինչ որ բան եք փնտրում օրինակ։ Եվ գործեր առաջ կտանեք։ Իրոք այստեղ անցյալից դեռ մնացել են այնպիսի գործեր, որոնք որ պետք են արդեն, վաղուց էին պետք է առաջ տանել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 25-ին։ Այդ օրը կարող եք ընկնել մանրուքների հետևից։ Նաև սա ընդհանուր առմամբ ասում են, որ մանրուքներին ուշադրություն դարձրեք։ Մարդիկ կան ընկնում են մանրուքների հետևից, ովքեր որ վեճ են առաջացնում, այսինքն ամեն խոսքը, ամեն բառին այսպես կարճում են, դա է մանրուքների հետևից ընկնելը։ Մարդիկ կան ուղղակի այսպես պետք է մանրուքներին հենց ուշադրություն դարձնեն, որպեսզի չսխալվեն ինչ որ մի հարցում, կարող է ինչ որ մի քայլ եք անում, ինչ որ անձնագիր, փաստաթուղթ եք ստորագրում եւ այլն, եւ պետք է անպայման այստեղ լավ ուսումնասիրել կետերը, հետո կասեն, ահա, այս կետը չես կարդացել։ Կարդայր, որ հիմա այսպես չլիներ։ Դրա համար շատ ուշադիր է պետք լինել։ Կամ ոմանք այստեղ մանր-մունր աշխատանքներ կան, որոնք որ կամ մնացել են, կամ նաև սա ինչ որ ուլունքների հետ դա կարող է լինել աշխատանք, քարերի եւ այլն նման գործեր կարող եք անել։ Այդ օրը ոչ մի բան ձեզ մոտ կարգավորվում է, նաև կարող եք ինչ որ միտեղ գնալ, շատ երկար մնալ, ինչ որ մի բան է ձեզ պահում, հա, այդպես։ Դե կարող է երկար նստում եք եւ անում այդ աշխատանքը, ուլունքներով աշխատանք կամ մեկ այլ աշխատանք դա կարող է լինել։ Գործել, կարել, որ մարդը ոնց որ երկար մնում է այդ դիրքին եւ անում է այդ աշխատանքը։ Եվ այդ օր ինչ-որ մի բան է գնալու ձեր կյանքից նորին տեղ բացելու համար։ Դա կարող է լինել օրինակ ինչ որ պատվեր, ամենաառաջինը, որ պատվերը կանգնած էր այնտեղ, մնացել էր եւ դա պետք է գնա, որտեղ բացվի։ Նաեւ մեկ այլ բան, այստեղ նաեւ որ արդեն իր դարն ապրել է դա եւ պետք չի։ Դա ձեզ այլևս պետք չի, պիտանի չի, եւ նա գնում է ձեզանից, պետք է բաց թողնեք, որ նորը գա ձեր կյանք, նորին ընդունեք ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 25-ին։ Ոմանք այդ օրը շրջապատված կլինեն իրենց հարազատ մարդկանցով, այստեղ ձեզ շատ լավ կզգաք, ուրախ կզգաք ձեզ, սիրված կզգաք հարազատների շրջապատում։ Նաև դա նոր կյանքի իմաստ է, ավելի իմաստուն կլինեք այդ օրը, չափված կանեք գործերը, ինչ-որ բան պետք է արագ անեք եւ դա է պահանջում իմաստություն, որ կարողանաք հասցնել անել, հա, ոչ թե ոնց ասում շփթփ, հա, այդպես։ Նաև դա ոնց որ Աստված այդ օրը ձեր կողքին է եւ ձեզ աջակցում այնպես որ կարող եք նաև խնդրել ինչ-որ մի բան։ Եվ նույնն էլ շրջապատը, հա, մարդը այդ օրը նման օրերին լինում է այնպեսի շրջապատում, որն իրեն շատ հաճելի է լինում։ Այդ օրը բավականին առույգ կլինեք, այսօր կողմից արագ կգնաք, կգաք, միգուցե արագ ինչ-որ մի բան պետք է անեք, ճանապարհ կարող եք գնալ շատ երկար, նաև հենց ուղղակի ճանապարհներին լինեք, նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, բաներ կարող եք պատվիրել, բերեն, նաև եթե փաթեթ ունեք, պատվիրած փաթեթը կարող են բերել, ձեզ հասցնել։ Եվ շատ սեր կստանաք, շատ հնարավորություններ, նաև եւ 4 կողմից սեր, հա, եւ հարազատներից սեր, եւ ընկերներից սեր, աշխատանքի վայրից սեր, եւ իհարկե սա սիրո խոստովանությունը կապ չունի ամուսնացած եք թե ոչ, ապա ամուսնու կամ կնոջ կողմից այդ օր ավելի
շատ սեր կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրեմաղթում։ Գնենք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 25-ին։ Ինչ-որ լաբիրինթ է, խճճվել եք ինչ-որ մի հարցի մեջ, ինչ-որ մի որոշման մեջ, նաև ինչ-որ խնդիրներ կան, այստեղ կողմնեք, ինչ-որ մի բան առաջ տանելու, ճանապարհի հետ կապված, կարող է դա լինել նաև։ Տեսնենք ինչն է պատճառը լաբիրինթի։ Ոմանց մոտ դա կարող է լինել նաև սիրային հարց, ոմանց մոտ ծնունդի հետ կապված հարց, օրինակ, պետք է ծնունդ նշեք եւ խճճվել եք, միգուցե ֆինանսական առումով, միգուցե մեկ այլ առումով։ Ոմանց մոտ ժամադրությունն է սա եւս կարող եք որոշել, խճճվել եք, արդյոք արժե դուրս գալ թե ոչ, ոնց որ անգամ կողքերից եք կարծիք հարցնում, արժե արդյոք այդ մարդուն հնարավորություն տալ թե ոչ։ Ինչ որ պահեր են նաև այնտեղ ճանապարհի հետ կապված կլիներ եւ ինչ որ մի բան առաջ մղելու։ Դե կարող է շաբաթ է, ինչ որ մի խանութ փակ է, որը պետք է ինչ որ գործ անեք եւ դրա համար ոնց որ բախվում եք խնդրի եւ չեք կարողանում այդ գործունեությունն անել։ Այդ օրը ոմանք գաղտնիք կիմանան, ոմանք ուսմամբ կզբաղվեն, միգուցե նաև Դե պետական հիմնարկությունները փակ են ավելի շատ այդ ժամանակ։ Եթե բանկ է, հնարավոր է այստեղ վարկի հետ կապված հարցեր լինի, եթե պետք է գնաք, վճարում կատարեք, միգուցե դա է, այստեղ դա է երևում։ Եվ ոցեր կան ձեր շրջապատում, միգուցե նախանձում են ինչ-որ իրավիճակի, չգիտեմ, միգուցե լաբիրինթ իրենք են ստեղծել, միգուցե իրենք են ձեզ խճճել նաև, որովհետև դու ուրիշ բան ես մտածում, մեկ էլ հոպ կողքից ինչ-որ մի բան են ասում, ավելի ես խճճվում, թեկուզ ինչ-որ մտածում ես ոնց որ ճիշտ խորհուրդ է եւ ավելի ես խորանում ու խճճվում։ Դա նաև իմաստություն է, իմաստություն, որ ավելի ուրիշ ձև նայեք գաղտնիքի բացահայտմանը եւ ուղակի մարդը այստեղ եւ դուրս գալ, ինչպես է դուրս գալ խնդրից, ինչպես դուրս գալ խճճված իրավիճակից։ Այսքանը ձեզ համար Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 25-ին։ Անհանգիստ եք բավականին շատ, բորբոքված եք կարելի ասել։ Ինչ-որ մեկի վրա եք բարկացել, ինչ-որ բանի վրա եք բարկացել։ Հաջողությունն է այստեղ, միգուցե հաջողության հետ է կապված, միգուցե չեք կարողանում ինչ-որ մի, ոնց ասում են, դուր բացել, այդտեղից ունենալ հաջողություն, դրա համար կարող է բորբոքվում եք, բարկանում եք, միգուցե ինչ-որ մարդկանց եք մեղադրում, միգուցե ձեզ եք մեղադրում, ինչ-որ իրավիճակ եք մեղադրում, կարող եք նաև գորգռալ, այդպես խոսել, գորգռալով ինչ-որ բան չի լինում հաջողության հասնել, այդպես։ Եվ նաև ուրախ կլինեք մյուս կողմից, միգուցե օրվա ընթացքում տարբեր բաներ են, մեկը ձեզ նյարդայնացնում է, մյուսը ձեզ ուրախացնում է, այդտեղ հնարավոր է երեխաներն են ձեզ ուրախացնում, թոռներն են ձեզ ուրախացնում, նաև կարող են գալ երեխաները դրա համար ուրախանաք, այդտեղ լինի հղիություն, ծննդաբերություն, դա եւս ձեզ ուրախացնի, ձեր տրամադրությունը բարձրացնի։ Բայց ես ուզում եի բորբոքվածությունը տեսնել, թե նայեցի։ Սպասեք։ Ճիշտ է, հաջողություն էր, նաև սա եւս հավելյալ հանեցի, եւս դա էլի դժվարություններ, ինչ որ մի բան է իրոք դժվար։ Այսքանը ձեզ համար, միգուցե գիտեք, երեխաները չեն լսում,
Եվս հնարավոր է, որտեղ հիմա երեխաները մի փոքր ուրիշ կերպ են անցալում յուրաքանչյուր բան։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 25-ին։ Այդ օրը հնարավոր է ինչ-որ գաղտնի կբացահայտվի, ձեզ համար շատ կարևոր։ Ոմանք նաև գիրք կկարդան, գիրք կգրեն, ոչ թե ինչ-որ, եթե լրագրող եք, այդպես ինչ-որ մի բան կգրեք, տեղեկատվություն կգրեք, նաև ուսմամբ կզբաղվեն ոմանք, հետո ժամանակ պետք է հատկացնեք ինչ-որ մի բանի, այսինքն կարող է ժամանակ եք հատկացնում ինչ-որ մի բանի, կյանքի ուրիշ ոլորտին, այմս ոլորտին տեղ չկա, հա, ժամանակ չկա, սա նաև կարող է ժամանակ է ձեզ տրված ինչ-որ մի բան անելու, ավարտելու համար, պետք է արագ անեք և ավարտեք, նաև ժամանակն է ինչ-որ մի բան սկսել են, եթե ձեր ներսում ինչ-որ մի բան եք ուզում, ապա ժամանակն է։ Եվ ընտրության առջև կանգնած կլինեք այդ օրը, ոմանք երկու, գուցե հակառակ սեռի ներկայացուցչի մեջ, ոմանք հագուստի մեջ, ոմանք շատ կարևոր ընտրություն պետք է կատարեք և հասկանաք ինչ եք ուզում։ Սա նաև ամեն մեկը համ գնում է իր ճանապարհով, ինչ-որ մեկի հետ, հա, կարող է ձեր ճանապարհները առանձնանան։ Այսքանը ձեզ համար, այստեղ նաև երկու եկամտի աղբյուր է, կարող այդ օրը նաև երկրորդից էլ ինչ-որ եկամուտ ունենաք կամ երկրորդ գործ սկսեք, այդ օրը երկրորդ աշխատանք փնտրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 25-ին։ Այդ օրը բավականին շատ կլինեք ճանապարհներին, այն գործերը, որոնք մնացել են, այդ գործերը կանեք, կուղեք, կավարտեք։ Նաև ոմանց մոտ սա տեղափոխությունը, մեկ այլ բնակարան, մեկ այլ հասցե, մեկ այլ տարածք, նաև եթե ինչ-որ գործունեություն եք անում։ Դե պահում է այստեղ ինչ-որ մի բան շատ գործ անելու համար, իդեպ նշեմ, միգուցե երեխաները, միգուցե հղիությունը, միգուցե արդեն հղիության վերջին ստադիայում եք և հա արդեն ծանրություն եք զգում և չեք կարողանում ինչ-որ գործեր ավելի շատ անել, միգուցե թոռներն են գալիս և ոնց որ ասում են ձեր ոտը կապում են տանը և չեք կարողանում ամբողջ գործերը անել, ավարտել, հա, պահող բան կա այդ օրը ձեր գործերում, որ կարողանաք շատ առաջ տանել, շատ անել, կամ կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, կամ թոռները, երեխաները գան ձեր տուն և երկար մնան և դե արդեն էլ ոչինչ ոնց որ չեք կարողանում լիարժեք անել, ինչպես։ Նաև եթե երեխանի հետ հարաբերությունները խնդիր կային, ապա սա ասում է, որ կայունություն կլինի այդ ամբողջ խնդիրներին, այդպես։ Այսքանը ձեզ համար և եթե հղիությունը ծննդաբերություն է, ապա եվս, այնտեղ կամ մի փոքր երկար կարող եք մնալ, դե այնտեղ ոնց որ ասում են ցավ քաշել և այլն, մի փոքր կարող եք երկար մնալ, կամ եթե հղի եք, հա, ուշադիր եղեք, այստեղ այսպես թե այնպես կարող են ձեզ առաջարկել մնալ հիվանդանոցում, գոնե 1 օր, 2 օր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։